Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն է։ Բարի երեկո, պարոն Ղազինյան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ղազինյան, ինչու պետք է քաղաքացին ընտրի ուժեղ Հայաստանին։ Ինչու։ Ինչպես եք բացատրում քաղաքացիներին, հազարավոր մարդկանց հետ եք հանդիպել։ Առանց գլուխ գովելու ձեզ ասեմ, որ շատ ակնհայտ է ինչու։ Առաջին հերթին մեր այսպես առաջնորդով պայմանավորված, հաշվի առնելով, որ հաջողակ գործարար է, հաշվի առնելով, որ հաջողակ մարդ է, հաշվի առնելով, որ հայրենիքից եւ հողից չի կտրվել, չնայած բազմաթիվ տարիներ ապրել է արտերկրում եւ կայացած գործիչ է եւ բոլոր ծրագրերը երաշխավորում ենք, որ 100% կատարվելու է։ Այսինքն առանց վատաբանելու որևէ մեկին չի ունեցել իր կյանքում մի դեպք, որ ասի մի բան եւ անի հակառակը։ Իսկ մարդիկ օրինակ, երբ որ ձեզ հետ շփվում են, ինչ մտավախություններ ունեն, ինչու եմ սա ասում, որովհետեւ իշխանական քարոզչամեքենան հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը ինքը վախեր է ներշնչում, շանտաժ է անում, որ եթե ես չլինեմ, Հայաստան չի լինի, ես չլինեմ, պատերազմ կլինի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ուզում եմ նաև հասկանալ այդ շանտաժը, այդ վախերը մարդկանց մոտ ինչ է առաջացրել, իսկապես իրենք հավատում են, որ հանկարծ Փաշինյանը չլինի, պատերազմ կլինի։ Հայտարարությունից հետո չեմ ժխտում, եղել է այդպիսի որոշակի մեր հայրենակիցների զանգված, որոնք, այսպես ասած, խայծկուլ են տվել, հավատացել են, որ եթե Փաշինյանը չլինի, կլինի պատերազմ, բայց մեր բացատրական աշխատանքներից հետո, մեր զրույցներից, մարդկանց հետ խոսելուց հետո իրենց մոտ էլ է հարցեր առաջանում, այսինքն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը այսպես պարտավոր են անդադ ընտրել Փաշինյանին, որպեսզի պատերազմ չլինի։ Մեկ եւ երկրորդը ես անձամբ մարդկանց հետ խոսելիս բացատրում եմ, որ ունեմ հիմնավոր կասկած, որ սա պայմանավորված այսպես ճակերտների մեջ խաղաղություն է, հաշվի առնելով, որ այսօրվա վարչապետը այսպես ասեմ 100%-ով ձեռք է տալիս մեր ճշնամական պետությանը, այդ իսկ պատճառով համապատասխան պետությունը չի կրակում, ինչ որ բաներ չի անում, որպեսզի Փաշինյանը վերարտադրվի։ Հանգիստ վերարտադրվի։ Իհարկե, որովհետև խաղաղությունը, գիտեք, շատ մեծ նոնսենս է։ 3 պատերազմ բերած մարդը պետությունը կործանման եզրին հասցրած մարդը, պարտված մարդը, տարածքներ կորցրած մարդը այսօր խոսում է խաղաղությունից։ Եվ սկզբից ինչ որ չափով աշխատում է, բայց մենք ունենք բազմաթիվ այսպես գործիքակազմ, որով ժողովրդին զրուցելու եւ բացատրելու պարագայում հասկանում են իրականությունը եւ բավականին մեծ մաս արդեն պատկերացնում է, թե այսպես կոչված խիստ ժամանակավոր խաղաղություն ինչի հետ է կապված։ Այսինքն վախեր չունի այլևս ժողովուրդը, նկատի ունեք։ Այդ վախերի տեխնոլոգիան, վախեր առաջացնելու տեխնոլոգիան Փաշինյանի կողմից նետված չի աշխատում։ Չեմ կարող ասել ամբողջովին չի աշխատում, բայց սկզբնական շրջանում կար որոշակի այսպես հավատալու տոկոս, իմ անձնական կարծիքն եմ ասում եւ շատ անկեղծ փորձեմ այսպես անկախ քաղաքական դիրքավորումից ներկայացնել իրականում ինչ է կատարում, չեմ ժխտում, որոշակի եղել է, բայց այն եթե ոչ հիմնովին առավելապես կոտրվել է։ Այսինքն մարդիկ շատ լավ, երբ որ զրուցում բացատրում ես որը որից հետո է, մարդիկ շատ լավ հասկանում են, որ թույլ ղեկավարը իրականում սա ընդհանրապես կյանքի մի դրվագ է, կապ չունի քաղաքականությունը թե ինչ է, փողոցում, կենցաղում, այդպես է, թույլին միշտ ճնշում են։ Եվ թույլ ղեկավարը չի կարող խաղաղականոններ թելադրել, առավել եւս չի կարող լինել բանակցությունների շեղանի շուրջ։ Իր տեղը պետք է խոսեն, ինքը ոնց որ այս վերջին մի քանի տարին լինում է։ Բազմաթիվ տեղեր մեր հարցը քննարկվում է, այդ Ալիևը կա, մենք չկանք։ Այսինքն եւ ամենակարևոր հանգամանքը ժողովուրդը շատ լավ հասկանում է, երբ որ իրենց փոքրիկ խմբակին եւ ղեկավարին ստորացնում են, բառից բուն իմաստով։ Հիշեք, չէ՞, պատերազմի ընթացքում եւ հետո այդ ամբողջը։ Այո։
երբ որ պետության ղեկավարին ասում են քեզ չեն հաղթել, քո նախկիններին են հաղթել, ես չեմ պատկերացնում ուղղակի ինչպես կարող եմ Այսինքն դու այդքան չկաս, որ քեզ ինչպես կարող արժանապատվություն ունեցող մարդը ընդհանրապես մնալ։ Ուր էր այդ, գիտեք, ժողովուրդն էլ է տեսնում, որ այդ փոքրիկ խմբակը իրենց այսպես ասած sense ճակերտների պես դուխով տղեկով որևէ մեկը որևիցե ձեւով չի արձագանքել, անգամ ակնարկ չի արել։ Անգամ իրենց ներքին խողովակներով, իրենց ավակ եղբոր, ինչպես մեր ղեկավարն է նշում, մարսպետին իրենց մարսպետը չի կարողանում գոնե խնդրի աղաչի ասի, լավ, ինձ մի ստորացրեք, որովհետև դա վնաս է։ Իսկ այսօր փորձում են վայրահաչել Սամվել Կարապետյանի հասցեին։ Դե հիմնականում ներկայացնում են, որ Պուտինի ուղարկածն է, հա, այսինքն իրենք փորձում են այսպիսի բան անեն մարդկանց մոտ, որ Ռուսաստանն է թելադրելու բոլոր խաղի կանոնները, եթե Սամվել Կարապետյանը անցնի, այսինքն ներկայացնում են որպես Պուտինի թեկնածու։ Դա օրինակ ասենք մարդկանց մոտ ինչ տպավորություն է թողնում այս հակաքարոզչությունը Սամվել Կարապետյանի դեմ։ Այդ թեզը եւս այլևս չի աշխատում եւ կամ մի շատ կարևոր հանգամանք իրենք ցետնոտի մեջ են եւ արդեն խճճվում են։ Մի պարագայում ասում են Պուտին ուղարկել է Սամվել Կարապետյանին, բազմաթիվ դրվագներով ես հերքել եմ, այսինքն մի կարճ բան ասեմ, հեծը մոտավորապես 1 միլիարդանոց ակտիվ է ընկերությունը։ Սամվել Կարապետյանը այսօր անգամ չի խոսում հեծի մասին, երբ որ հարցնում են, ասում են մենք երկիր ենք կորցնում, դուք եկել եք հեծից եք խոսում։ Այսինքն մոտավորապես 1 միլիարդ դոլար կազմող ակտիվը կորցնելու 5 պակաս կամ արդեն կարելի ասել կորցրած մարդը չի խոսում այդ թեմայից։ Ինչպես կարող են այդ մարդուն ճնշել ֆինանսական կամ նյութական միջոցներով։ Եվ երկրորդը, ինչու են իրենք խճճվում։ Մի մասով հայտարարում են Սամվել Կարապետյանին ուղարկել են, մյուս մասով մի քանի օր առաջ հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի հետ ես ունեմ շատ ընկերական հարաբերություններ, 200 անգամ խոսել եմ հեռախոսով։ Չգիտեմ, այդ որ միգուցե զանգելա չի վերցրել, դա էլ է համարվում խոսել։ Բայց ամեն դեպքում այստեղ հակասություն է առաջանում, չէ՞, այսինքն այդ ոնց ստացվեց, որ դու շատ մտերիմ ես, ընկերներ եք, 200 քանի անգամ խոսել ես, բայց Սամվել Կարապետյանին ինքը ուղարկել է։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են անում, այսինքն սա տերը ամբողջությամբ բացահայտվել է եւ շատ կարեւոր հանգամանք կա, երբ որ թերապես նախընտրական որպես այդպիսի ժամանակաշրջանում չենք։ Մենք փառք Աստծո չենք տրվում այդ սադրանքներին եւ շարունակում ենք ներկայացնել մեր իրենց միակ նպատակը մեզ շեղելն է։ Բոլորս լավ հասկանում ենք, չէ՞ որ իրենց միակ մրցակիցը, այսպես գլխավոր մրցակիցը մենք ենք։ Ինչ են անում։ Վերստում են օրակարգը շեղում են, որպեսզի առարկայական բանավեճի մեջ չմտնեն։ Ես օրինակ տեսնում եմ այդ իրենց 100% վերահսկողության տակ գտնվող, բայց մեր հարկերով սնվող հմեկը ինչ է անում, չէ՞։ Կազմակերպում է բանավեճեր, որը աղմուկ է, բանավեճ չկա այդտեղ։ Այսինքն, երբ որ գնում է դաստիարակված մարդ, երբ որ գնում է ծրագիր ներկայացնելու, գալիս են օպոնենտները, աղմկում են, հիմար բաներից են սկսում։ Դա տեխնոլոգիա է, լրացնելու։ Համաձայն եմ, բայց ինչի՞ց է դա գալիս, որովհետև սնանկ են, որովհետև նրանք չեն կարող առարկայական բանավեճ վարել։ Նրանք կարող են մարդու կենսագրության մեջ գտնել ինչ-որ մի դրվագ, որ մարդը փորձել է ծառայել երկրին, պիտակներ կպցնել, սկսեն աղմկել, անգամ հիմնավոր կասկած ունեմ, որովհետև այնպես չի, որ այսպես մեր ուժի ներկայացուցիչները չեն կարող բարձր խոսել։ Ես անգամ հիմնավոր կասկած ունեմ, որ իրենց այս միկրոֆոնների ձայնը իջեցվում է այդ ժամանակ եւ նրանցը բարձրացվում է։ Ունեմ այդ հիմնավոր կասկածը, այո։ Եվ այդ ամեն ինչով ժողովուրդը ինչ է տեսնում։ Ժողովուրդը տեսնում է, որ բանավեճ չկա եւ սկսում է հասկանալ, իսկ ով չի բանավիճում։ Մենք սկսում ենք խոսել ծրագրերից, իրենք սկսում են խոսել նախկին ներկա բանավեճն են փորձում մեջ մտցնել, որը իմ անձնական կարծիքով բազմաթիվ անգամ հայտարարել եմ, իրենց գոյատևման այս 8 տարվա ամենակարևոր զենքն է։ Թեման գծում են, հա, բայց Նիկոլ Փաշինյանի, նախ արդեն Նիկոլ Փաշինյանն է նախկին, սկսենք դրանից, վերջ-վերջո ինքը 3-րդ ժամկետ է ուզում գնալ, չէ՞։ Այն ժամանակ դեմ էին, ասում էին Սերժ Սարգսյանը ինչու պետք է գնա 3-րդ ժամկետ, հիմա ինքը գնում է 3-րդ ժամկետին։ Նախկին ներկա թեման, նախ ինքն է արդեն նախկին 1, երկրորդ իր ամբողջ կառավարությունը ում վրա հենվում է։ Նախկին իշխանություններից եկած կադրեր են ի վերջո։ Իհարկե, ու իմ ջալոց ասեմ չհաջողած, ձախողած կադրեր են։ Չկա մեկը, որ իրականում իր ինչ-որ մի ոլորտում հաջողած լինի, ես շատ դժվար է եւ շատ սխալ է պետության համար ընդհանրապես,
երբ որ 8 տարեկան, 8 տարվա կենսագրություն ունեցող մարդիկ ընդհանրապես, այսինքն կապ չունի այստեղ ֆիզիոլոգիական տարիքը, իրենք սկսում են քննադատել, պիտակավորել եւ գռեհիկ ու լկտի անդաստիրակ լեքսիկոնով խոսել մի մարդու մասին, որը 30 տարուց ավել իր աշխատածի շատ մեծ մասը նվիրել է իր պետությանը։ Շատ էլ դրա մասին չի խոսել։ Այսինքն այդտեղ արդեն դիսբալանս է առաջանում։ Բայց այստեղ կարևոր հանգամանք կա։ Երբ որ մենք սկսում ենք, նորից կրկնվեմ, երբ որ մենք սկսում ենք մարդկանց հետ անընդհատ շփվել եւ առանց այսպես ժամանակ ափսոսելու, օրինակ ես կապ չունի, եթե լինում է մարդ, որի հետ անհրաժեշտ է 1 ժամ խոսել, մեկ մարդու հետ ես խոսում եմ այդ մարդու հետ, նույնը մեր թեմակիցները։ Հավատացած եղեք, մարդկանց մոտ շատ բան է փոխվում։ Այդ հմեկյան նարատիվները, իրանց այդ ղժղժոցը, ինչ որ չափով աշխատում է, քանի դրան հակառակ կարծիքը եւ հիմնավորված կարծիքը չկա։ Ես օրինակ միշտ մտածել եմ, ասում եմ, լավ, ոնց կարա տղամարդը ասի մի բան, սխալվելու դեպքում ներողություն չխնդրի։ Մեր մասով բազմաթիվ այդպիսի բաներ կա։ Հենց իմ մասով կոնկրետ։ Հեծը թալանել են, հանցագործներ են, 20, 30, չգիտեմ ինչքան դարավ այդ քրեական գործերով հարուցվել են։ Ուրա։ Այսա 1 տարի արդեն մոտավորապես լռանում եւ ոչ մի իրենք ցանկության դեպքում իրենք քրեական գործը կարող են գեներացնել 1-2 օրում արդեն էլ կալանք, էլ չգիտեմ ինչ եւ այլն։ Այսինքն այդ թեզն էլ չաշխատը։ Ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ օրինակ Հեցի մասով Սամվել Կարապետյան հակառակ ներդրումներ ա արել։ Այ հիմա երևաց, երբ որ մենք չենք կառավարում, իրենց ապիկար կառավարման արդյունքը տեսանք եւ նոր տարվա նախաշեմին եւ նաեւ հիմա անգամ որ մեզ մեղադրում էին, ասում են կառավարության նիստի ժամանակ հոսանք անջատվել է, չնայած իբրև դիպտավորալ է կարել, հա։ Տղամարդկություն չունեցան, որովհետեւ իրենք իրենց ԱԱԾ-ով, ՊՊՑ-ով բոլորով բարձել են, որ դա իրենց խնդիրն էր, այսինքն ոչ Հեցիններ։ Հիմա վերջին օրը ասուլիսի ժամանակ հոսանք անջատվեց։ Փաշինյանի։ Բայց սկզբից ասում էր ուրա Ռոմանոսը, հետո ասեց սա մասնավոր տարածք է, Հեցը կապ չունի։ Այսինքն մեր ժամանակ չկար մասնավոր տարածք, հիմա կա։ Ես շատ ուրախ եմ իրենց այս ծաղրածուի պահելաձևի համար, որովհետև ժողովրդի աչքերը բացվում են, հավատացած եղեք։ Այսինքն երբ որ իրենք վախենում են առարկայական բանավեճից, որովհետև հարցեր կա, ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ փաստերով, ապացույցներով սկսեն հարցեր տան եւ հիմնավորեն։ Ընդհանրապես երկու մարդու զրույցը, որպեսզի 3-րդ, 4-րդին, 5-րդին պարզ լինի, չէ՞ ով է ինչ խոսում, ով է ճիշտ ասում, պետք է լինի փաստերով։ Չի կարող լինել առարկայական բանավեճ առանց փաստերի։ Մեր պարագայում մեր բերած փաստերը, մեր առաջնորդի, մեր ղեկավարի կատարած աշխատանքն է։ Իրենց պարագայում այստեղ լուրջ խնդրեմ ունեն, որովհետեւ ձախողել են ամեն ինչում։ Պատկերացնում եք, մարդիկ խոսում են այդ դիրքերի մասին, չգիտեմ, այնտեղ կանսերվի բանկաներով, չգիտեմ ինչով։ Ես զոհերի թիվը չեմ ուզում ասեմ, չնայած իրենք չունեն այդքան 5000 եւ ավելի։ Չէ, ասեմ ինչի չեմ ուզում ասեմ, նորից փաստավորված, հա, երկու խոսույթը կա, ես նոր դա եմ ուզում ասեմ։ Թող հրապարակի, մենք էլ ճիշտը տեսնենք։ Ցուցակը, անվանացանկը զոհերի, թող հատիկ հրապարակի։ Նույն բանը ես էի ցանկանում ասել, քանի չեն հրապարակել անուն ազգանունով, հասցեներով, կոնկրետ անձանցով, նույնականացումով, դա նշանակում է յուրաքանչյուր թիվ կարող է հնչել։ Իսկ ինչու չեն հրապարակում, որովհետև իրենց հրապարակած 3700 քանից, եթե չեմ սխալվում, տարբեր թվեր են ասում, 4000 քանից, 3000 քանից։ Հա, իր բաններ, չէ՞, մինուս պլյուս 50 այդ լիքտության աշճանը։ Եվ բաների, տարբեր գերատեսչությունների տվյալներն էլ են իրար հակասում։ Հիմա քանի չեն հրապարակել, միանշանակ դա արդեն նշանակում է, որ յուրաքանչյուր թիվ այսպես կարող է հնչել։ Եվ այսօր ասում են մեր դիրքերը, չգիտեմ, պահվում են կանսերվի բանկաներով, չգիտեմ։ Հիմա արդեն մենք դիրքեր են կառուցել, շատ ներողություն, երկրորդ հայրենիքը կորցնելով, 240 կիլոմետր քառակուսի այս պայն օկուպացված թշնամու կողմից պահածով դու դիրքերը սարքել ես, որ ինչ անես։ Բայց կներեք, ադրբեջանցիներն էլ են մեր տարածքներում դիրքեր սարքել, Սուրեն Պապիկյան, եթե դու խոսում ես, որ մենք դիրքեր ենք սարքել, լավ եք արել, հա, շատ լավ է, պետք է իսկապես անեիք, դա ձեր գործն է, այդքան գումար է ծախսում, բայց ցավը նրանում է, որ ադրբեջանցիներն էլ են իրենց դիրքերը առաջ բերել դեպի մեր տարածքներ։
Գիտեք, ես կարծում եմ, որ այդ մարդիկ, թույլ տվեք այդ բառը օգտագործել, ամեն դեպքում մարդ են, շնչում են, ապրում են եւ այլն։ Չեմ կարծում իրենք սիրահոժար են կատարում այդ ամեն ինչ, այդ խոսույթը, այդ պահվածքը։ Իմ անձնական կարծիքով այնտեղ գործում է ստրկատիրական համակարգ։ Այսինքն թող մեկը բախտը փորձի, пассив մնա կամ նեյտրալ մնա, չէ։ Իրենց պետք է մտցնեն այդ թեմայի մեջ, ներողություն արտահայտությունից համար դարձնեն սմերտնիկ։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև իրենց դեմքից էլ է երևում, որ դա նախ իրենց խոսույթը չի։ Չեմ արդարացնում, բնականաբար սրիկայություն է այդպես պահել ընդհանրապես։ Նամանավանդ եթերներում, նամանավանդ մարդկանց մոտ, նամանավանդ հարգված մարդկանց հասցեին առանց փաստերի։ Ի տարբերություն իրենց, մեր թիում օրինակ կարող եմ ասել, չկա այդպիսի բան։ Այնտեղ կա բազմակարծություն եւ հավատացած եղեք, մեր ամենօրյա անընդհատի հանդիպումների ժամանակ նույն Սամվել Կարապետյանի հետ լսում է բոլորի կարծիքները։ Այսինքն մարդիկ ինքնուրույն սուբյեկտներ են, մարդիկ կարող են իրենց կարծիքը արտահայտել եւ այնպես չէ, որ ամեն բառ ու տառը պետք է համաձայնացնեն, նոր գնան հարցազրույցի։ Այստեղ եւս ակնհայտ տարբերություն կա։ Բայց ամեն դեպքում վերցնել կոնտեքստներից կտրել ինչ-որ բան, յուրաքանչյուր ես հենց հիմա կարող եմ ես էլ սխալվել մի բառ իմ խոսույթի մեջ, երկար խոսելուց եւ այլն։ Այդ մանր էժան վերցնել այս բառը, այս տառը միանշանակ ասելիք չունեն։ Եթե ունենան ասելիք, եթե ունեն ծրագիր, իմ կարծիքով ծրագիր չունեն։ Իրենց միակ ասածը հետեւյալն է. մեր օրոք չեն կրակում, միջոց դες ասեմ, իրենք ասում են 2 տարի, իրենց ավակ եղբայրը ինչ որ 8 ամիս էր ասում։ Այս վերջերս որ 8 ամիսա կրակոց չկա։ Անկամ այդտեղ չեն կարողանում կողմնորոշվել ժամկետը։ Բայց որպես այդպիսի խաղաղություն գոյություն չունի։ Մեր հայրենակիցները պետք է հասկանան, խաղաղություն լինում է միայն երաշխավորների, ոչ թե երաշխավորի պարագայում, եւ խաղաղություն լինում է միայն այն դեպքում, երբ որ կողմերը պատրաստ են դրան։ Մի կողմը պատրաստ է, այն էլ ոնց է պատրաստ, ամեն ինչ զիջելով տալով, անգամ այդ դեպքում այսօր թշնամական պետությունը սկսում է մեր տարածքները իրենց անուններով կոչել, ավտոներով գալու են, քեզ ասենց են կանել։ Ինքն էլ է կոչում մեր տարածքները Տիգրանաշենը Քյարքի։ Դա արդեն նշանակում է մի պարզ բան, որ չկա խաղաղություն։ Ընդամենը, կրկնում եմ, ունեմ հիմնավոր կասկած եւ յուրաքանչյուր հայ կարող է ունենալ այդ հիմնավոր կասկածը, ընդամենը պայմանավորվել են մի կրակեք վերարտադրվեմ, հետո էլ ինչ ուզեք կտամ։ Ընտրվեմ, հա, ձայն։ Այդ 300,000 ադրբեջանցիներին էլ կբերենք, միջոց ձեզ ասեմ, դպրոցներ են սարքում, նոր ճանապարհներ են սարքում, ոչ այդ տարածքներին համահունչ, եւ թվականակների վերաբերյալ եւ մնացածի։ Լավ ում համար են սարքում այդ ամեն ինչը։ Ում համար են սարքում։ Իմ կարծիքով ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների գալու թեման շատ ակտուալ է։ Իմիջիալոց, եթե նկատել եք, մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը ասում էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի այդ համայնքի ներկայացուցիչներին, պետք է քննարկեն 24 թվականի դեկտեմբերին է Ալիևը Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել, որ այդ 300,000 ադրբեջանցիները, այդ համայնքը, Արևմտյան Ադրբեջան, այսպես կոչված այդ համայնքը դիմել է Հայաստանի կառավարությանը, որպեսզի ապահովեն նրանց վերաբնակեցումը Հայաստանում պայմաններ։ Մի քանի օր առաջ եւս մեկ հայտարարություն եղավ այդ մասով։ Կառավարությունը պետք է քննարկի հանդիպի։ Անկարայում Ադրբեջանի դեսպաններ խոսել դրա մասին, որ պետք է դա անեն, որովհետև դա Ադրբեջանում հայտարարված է որպես պետական քաղաքականություն։ Բայց Փաշինյանը երեք ասուլիսում ասում է, ես երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիներ չեն լինելու։ Իսկ որ երաշխավորվածն է եղել ընդհանրապես։ Արցախը Հայաստաներ եւ վերջ, պատերազմը ավարտվեց, մեղավորներ, գեներալները փախան։ Հիմա իմիջիալոց ասեմ ձեզ, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ընդհանրապես դավաճանության հոդվածով մարդ կա պատերազմից հետո դատապարտված։ Չէ։ Բաուրեն։ Ես ասենց ասեմ, եթե լինի մրցույթ ստախոսության, այս իշխանությունները աշխարհում գրավեն առաջի տեղը։ Ես համաձայն եմ, որ մարդ կարող է սխալվել, հա, բայց շուտ տոկոս կա։ Յուրաքանչյուր տղամարդու, մարդու, կներեք, որ անդադ տղամարդ եմ ասում, մի քիչ մեր նաև ավանդույթներով այդպիսի բան կա, չէ՞, որ տղամարդը։ Բայց սխալվելու որոշակի շատ փոքր տոկոս պետք է լինի։ Երբ որ դու 10-ից 9 սուտ ես խոսում, այն մեկն էլ բախտի բերման փեճի ստացվում, այդ պարագայում արդեն ի՞նչն ես երաշխավորում։ Երաշխավորելու որևէ բան չկա, ռեպրեսիաներով, ժողովրդավարության բաստիոններ այսօր դարել է, չգիտեմ, ամենա այն
բռնապետական ռեժիմներից մեկը։ Պարոն Հազինյան, հետի հետ կապված, քանի որ խոսեցիք, դե այնց եմ ուզում խոսել, Նարեկը Կարապետյան օրերս մի հայտարարություն արեց, դուք էլ եք անդրադարձել, բառացի մեջ բերեմ Նարեկը Կարապետյանի ասածը, ասում է հետի հետ կապված process-ներից հետո հոսանքի սակագինը քաղաքացիների համար թրել էր, բայց բյուջեից տերային գումարներ են տալիս, որ մարդիկ այդ մասին չիմանան ընտրություններից առաջ։ Եթե ասում է սրա հետ կապված որևէ մեկը հարց ունի, բոլոր փաստաթղթերը կհրապարակենք։ Խնդրում եմ բացատրեք ինչի մասին է խոսքը, ինչ է տեղի ունեցել։ Այսինքն գնի փոփոխություն է եղել, չգիտենք, չեն հրապարակում, բյուջեից դոտացիայով, հա, փորձում են այդ անցքը փակել, այսպես ասած, որպեսզի մարդիկ դեռ չզգան թանկացումները։ Ուրեմն տարին մեկ անգամ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը պետք է վերանայի սակագինը։ Կա 3 տարբերակ. ավելացնել, իջեցնել կամ մնա նույնը։ Էներգո բալանսի, այսինքն էներգետիկ համակարգում եղած ընկերությունների պետական մասնավոր, այսպես ընդհանուր էներգո բալանսն է։ Եթե մինուս է, նշանակում է պետք է թանկանա։ Եթե պլյուս է, պետք է իջնի։ Մաթեմատիկական հաշվարկով ոնց ուզում ես հաշվի 0-0 այդ մեծ թվերի դեպքում շատ, այսպես չգիտեմ, հեքիաթային է, որ 0-0 կանգնի։ Հիմա 26 թվականի համար 25 թվականի նոյեմբերի վերջին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց եւ հայտարարեց, որ մնում է նույնը։ Բայց Սակագինը փոփոխության չի ենթարկվում։ Այո, ոչ իջնում է, ոչ բարձրանում է, մնում է նույնը, բայց ուրեմն ատոմակայանի համար բազմաթիվ անգամ այս հարցը բարձրացրել եմ, պատասխանը չկա։ Ատոմակայանի համար նախատեսել են լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ 12 միլիարդ դրամ։ Ատոմակայանը չի կարող ունենալ լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ, եթե ինչ-որ միտեղից չեն տալիս այդ գումարը, որովհետև շատ պարզ սխեմա է։ Արտադրանք, ինքնարժեք, վաճառք, չգիտեմ, շահույթ կունենա, չի ունենա։ Այդ իսկ պատճառով հիմնավոր կասկած ունեմ եւ անգամ կարելի ասել համոզված եմ, որ այդ 12 միլիարդը կամ բյուջեից կամ ինչ որ տեղից դրված գումար է, որպեսզի սակագինը չթանկանա, որովհետև այդ 12 միլիարդը եթե չնախատեսվեր, նշանակում է պետք է սակագինը 12 միլիարդի սահմաններում թանկանար։ Եվ մի բան է ձեզ ասեմ, ատոմակայանը նաև ունի վարկ, որի մարումը հետաձգել են։ Այսինքն պետք է մարվեր 26 թվականին հետաձգել են։ Այս ամենի համադրությունով բերել են բալանսը կանգնացրել են 0-0, ընդհանրապես մի բանի համար, որպեսզի նախընտրական տարում հոսանքը չթանկացնեն։ Տարբերակ չունեն։ Այսինքն, եթե Փաշինյանը վերընտրվում է, Աստված վիարացե, եթե վերընտրվում է ՔՊ-ն Փաշինյանը, հոսանքի գինը թանկանալու է։ Հոսանքի գինը միանշանակ թանկանալու է, կա երկրորդ տարբերակ։ Նորից իրենց իշխանությունը պահելու համար, նորից արտաքին պարտք վերցնեն, կամ չգիտեմ, ինչ որ մի շատ այսպես ցակման աղբյուրը կասկածելի, ինչ որ միտեղից գումար վերցնեն, նորից ներարկեն համակարգի մեջ, որպեսզի չթանկանա։ Երկու դեպքում է շատ լուրջ խնդրեմ է, եւ թանկանալն է լուրջ խնդրեմ, եւ այդ կասկածելի աղբյուրներից եկող գումարներն են լուրջ խնդրեմ։ Բյուջեն այդ հնարավորությունը արդեն բոլորս լավ գիտենք չունի։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք մեր հայրենակիցների համար բազմաթիվ անգամ ասել ենք, բայց չեմ զլանա եւս մեկ անգամ կրկնեմ։ Սամվել Կարապետյանը 15 թվականի հոկտեմբերին ձեռք է բերել հեծը 3 ամսվա մոտավորապես կյանք ունեցող հեծ, որը գնալու էր սնանկ։ Իսկ այդպիսի ռազմավարական ընկերությունը մեծ սնանկ գնալու դեպքում հավատացած եղեք պետության համար շատ լուրջ խնդրեմ էր լինելու։ Վերցրել է եւ ճիշտ մենեջմենտի եւ իր կառավարման ճիշտ ունակությունների արդյունքում դարձրել է շահույթով աշխատող ընկերություն, բայց վերցնելուց անգամ այդ վիճակում խոստացել էր, որ 10 տարի չի թանկացնելու։ Հիմա միջև մեզնից վերցնելը խոստացել էր, որ եւս 10 տարի չի թանկացնելու։ Այսինքն անկախ նրանից ինչ խնդիր կլիներ հեծում, Սամվել Կարապետյանը միջև 35 թիվը խոստացել է, որ չի թանկացնելու։ Նորից կրկնեմ, եթե անգամ խնդիրներ կլներ, ենթադրվում է, որ դա կլուծվեր իր անձնական միջոցների հաշվին, բայց իր խոստումը կպահեր։ Հիմա այն որ մի քիչ մեր խոսակցական բարբառով ասած կոտորվեցինք անդադասելով, լավ 2 տարվա երաշխիք տվեք,
անցած տարի հուլիսից ես պնդում եմ, ասում եմ 2 տարվա երաշխիք տվեք, որ չեք թանկացնելու։ Չեն կարողանում տալ։ Սրանից պարզ բան չկա։ Սա հատկապես բավական վտանգավոր զարգացում կլինի Հայաստանի քաղաքացիների համար, առավել եւս որ մայիսի 28-29-ը վճռական է լինելու ԵԱՏՄ-ում, Աստանայում անցկացվող ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի հարցը եւ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ էլ հարցը սուր դրվեց, որ կամ պետք է, այսինքն ընտրես, հա, չես կարող այլևս երկու աթոռի նստել եւ բավական կոշտ հայտարարություններ եղան նաեւ Ռուսաստանի փոխվարչապետի կողմից, որ այդ օրը մայիսի 29-ին պետք է որոշվի Հայաստանը որ կողմ է գնում, մնում է ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում, չնայած չգիտեմ դա ինչպես ինչ ընթացակարգով են անելու, եթե օրինակ որոշեն հեռացնել Հայաստանին, որովհետև հիմա չասենք, ի պատիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանը դարձավ ԵԱՏՄ հիմնադիր անդամ, դա ինչը ի դեպ դժվարացնելու է Ռուսաստանի կամ այլ երկրների կողմից, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Հայաստանին հեռացնելը, եթե այլ ընթացակարգ չորոշեն, որտեվ այդպես հեշտ չի, հա, հիմնադիր անդամին հեռացնելը, բայց նախ ձեր կարծիքով ինչ որոշում կկայացվի, որտեվ օրինակ մի քանի խմբագիրներով զրուցում էինք Սամվել Կարապետյանի հետ նախորդին եւ նա մտավախություն ուներ, որ Ռուսաստանը կգնա կոշտ քայլերի։ Ինչ հետևանք կլինի, արդեն իսկ Ռոսկոմնadzորը բազմաթիվ ապրանքատեսակների համար խոչընդոտներ է ստեղծել, սահմանափակել է նրանց արտահանումը եւ կոնյակի արտադրանքի հետ կապված խնդիրներ կար եւ ծաղիկների, հա, ջերմոցային ծաղիկների արտահանման հետ կապված երեք արդեն խոսվում էր Հայաստանում արտադրվող մրգերի եւ կանաչեղենի հետ կապված խնդիրներ կա, խնդրեմ։ Նախ այդ չարչրկված հանդիպումը ասեմ ձեզ, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ է ասում է անգամ մեկ իմ քաղաքացու համար ես պատրաստ եմ յուրաքանչյուր գործողություն։ Հիմա ես իշխանությունները փորձում են այստեղ իբրև թե Սամվել Կարապետյանի որպես անձի մասին էր խոսում Ռուսաստանի նախագահը, ես դրա հետ համաձայն չեմ։ Ну անուն չհնչեց Պուտինի կողմից, բայց հասկանում էին, որ նկատի ունի Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը։ Չէ, ասեմ ձեզ, տեսեք, որպես Ռուսաստանի քաղաքացի եմ ես դիտարկում դա ինչ առումով, որովհետև յուրաքանչյուր նամանավանդ Ռուսաստանի պես գերտերության համար շատ կարևոր է, չէ՞, վերջնաշով իր անձնագիրը կրող քաղաքացի, անկախ նայած որ նաև Հայաստանի եւ Կիպրոսի քաղաքացի, բայց իր անձնագիրը ունի։ Հիմա այս պարագայում բայց այդպես լիներ, թող Ռուսաստանը օրինակ կարող էր, չէ՞, Պուտինը, երբ որ Սամվել Կարապետյանին կալանավորում էին, կարող էր, չէ՞, օրինակ ասենք թե 200 անգամ էլ խոսել են Փաշինյանին ասեր, ինչ է կանում Սամվել Կարապետյանի դեմ։ Թույլ տվեք ասեմ, նախ առաջինը ոչ մեկ չի կարող ասել, թե կուլիսների հետևում ինչ են ասում, կամ ինչ են խոսում։ Մեկ, երկրորդը, այլ բան է կալանավորելը, երբ որ պետության ղեկավարը խառնվի, ասի ինչ է կալանավորում, կասեն դե գործ են քննում, հասկանանք ինչ է կատարվում։ Այդպես չի արվում այդ ամեն ինչը, բայց այլ բան է, որ 6.5-7 ամիս կալանավայրում, հետո տնային կալանքում եւ առարկայական ոչ մի բան չկա, այլ պարագայում խառնվելը ուրիշ է։ Գիտեք, շատ կարևոր է իմ ասած, նույն գալիս ենք բալանսավորված արտաքին քաղաքականության։ Այս մարդուն ոչ մեկ չի վստահում։ Ինքը վստահելի գործընկեր չէ, ինքը հերիք չի, որ թույլ է, նաև վստահելի չէ։ Իմիջիալոց համոզված եմ նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար։ Ընդհանրապես ոչ մեկի համար, որովհետև տեսել են այս մարդուն։ ԵՄ-ի հետ, այսպես ասեմ, փաթաթվում իրար հետ, չգիտեմ, համբուրվում, հաջող են անում, բարև են ասում, կանգնում ասում Պուտինի ամենամոտ ընկերն է, վերջինաշոր չի լինում, չէ՞ այդպիսի բան։ Ես այդպիսի երկիր ամենայն դեպս չգիտեմ, որ համ այստեղ շատ լավ հարաբերությունների մեջ լինի, համ այնտեղ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը այդ հարցի հետ կապված իմ կարծիքով իրենց տեսանկյունից լրիվ adekvat էր եւ նորմալ էր։ Այսինքն, եթե դուք Եվրոպայի այս աշճանի խառնվելն ու պաշտպանելը չեք համարում հիբրիդային պատերազմ, այստեղինը համարում եք իմիջիալոց առանց ապացույցների, հələ որ ապացույց չկա այդ իրանց հիբրիդային ասած պատերազմի, բայց ինչպես մեր ղեկավարը նշել է, երեք էլ չէ, ձեր հանդիպման ժամանակ այդ հարցերը եղավ,
տարբեր թեմաներ են գցում այդ ինոագենտ որոշակի լրատվամիջոցների տարածած տեղեկություններից Կարապետյանը ով Նիկոլին դեմա, դեմա կամ ագենտա կամ հանցագործ կամ չգիտեմ ինչ ասել։ Թիվն էլ ասեց, այսքան փողը կտաս, ինչ ուզեն գրեն եւ այլն։ Հիմա այս պարագայում գալիս ենք մի բանի ենք հանգում, որ իբրև թե հակառուսականությանը, այսպես մեր հայրենակիցներին օգտագործելու համար, կներեք բարիս համար, դա իրենք են անում, վերցնում են այսպես նարատիվներ են տարածում, որ Սամվել Կարապետյանը դե Պուտինը պաշտպանեց, դե այս մեկը, դե այն մեկը։ Չկա այդպիսի բան, հավատացած եղեք, Սամվել Կարապետյանը էլի գալիս եմ հեծին։ Եթե այնտեղ ունի մի քանի միլիարդ, այստեղ 1 միլիարդ ունի, չէ՞։ Այս 1 միլիարդանոց ընկերությունը աչքը չթարթեց։ Այսինքն վերջնական Սամվել Կարապետյանը մեզ այդ զրույցում պատմեց, ես այդ հարցը հնչեցրեցի, որովհետև Արմավիսիների հետ զրույցում էր ակնարկել, որ իրեն կալանավորելուց առաջ գործարք են առաջարկել եւ իմ հարցին ի պատասխան նա պատմեց, որ առաջարկել են սուրճ խմել, խոսել, որ ինքը քաղաքականությունից դուրս գա, որ ինքը եթե ինքը հայտարարություն անի եւ եկեղեցուն պաշտպանելուց էլ հրաժարվի, ապա հեծնել կմնա իրեն, ամեն ինչ իրեն ձեռք չեն տա, Եթե հիշում եք, անգամ ձեր տաղավարում եմ հայտարարել առանց այդ ամեն ինչի իմանալու, որովհետեւ այն ժամանակ կալանավայրում էր պարոն Կարապետյանը եւ այդ շփումը չէր կարող լինել, այստեղ էլ եմ հայտարարել եւ բազմաթիվ անգամ կես քայլ այսպես հետ քայլ անելու դեպքում հեծնել էին տալու, ներողություն էին խնդրելու, այդ թվում նաեւ ուղիղ եթերում եւ հեռուստաընկերություններով։ Դրանում համոզված եմ եղել ի սկզբանե։ Հիմա գալիս ենք նաեւ այլ հանգամանքի, մարդ, որը ամբողջ կյանքում գումար է աշխատել, հիշում եք, չէ՞, իր պատմությունը ձեռքով ասֆալտ փռելուց սկսած, այսինքն շատ հետաքրքիր կենսագրական է ընդհանրապես մեր հայազգի երիտասարդների համար։ Ինչպես կարելի, այո, այսպես բանվորական աշխատանքից գյուղի տղան գա դառնա Forbes-ի միլիարդատերի ցուցակում գտնվող մարդ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, իրենք է զգալով, որ շատ այսպես զարգանում է, то есть մարդիկ շատ սկսում են արդեն Սամվել Կարապետյանին այլ կերպ ընդունել, չէ՞, երբ որ չէր կարողանում խոսել, մի քիչ այլ էր։ Հեսա հայերեն չի խոսա, հեսա սենց, հեսա ամեն ինչը ջարդեց, բոլոր կարծրատիպերը, ես դուք համոզված եմ ունեցել եք առիթ իր հետ անձնական շփումների նաև, այսպես առանց կամերաների, իմ կարծիքով այստեղ շատ լավ է, բայց այդ անմիջական շփումների մեջ շատ ավելի լավ է ինքը, շատ ավելի այսպես ընդունելի է։ Այն առումով, այդ էս պատճառով իրենք չեն թողում, որպեսզի իր տան պարիսպներից, այո, դուրս գա մարդկանց հետ շփվի։ Չնայած մենք որ դուրս էինք գալիս խմբագիրներով, արդեն այդ հարցազրույցից հետո մոտ 400 գյումրեցիներ էին սպասում իր հետ հանդիպմանը։ Բան չունեմ ասել, բայց ամեն դեպքում այլ բան է, երբ որ ինքը տանից դուրս գա, ոտքով որոշի իշտի քաղաք։ Դրա համար էլ փակել են, որ ինքը չշփվի, դուրս չգա։ Վերադառնալով Ռուսաստանին, ներկայ իշխանությունները հերթական անգամ խաբում են։ Տեսեք, ինչ են անում, ասում են, որ մինչև հունիսի 7-ը լուծվելու են այդ խնդիրները, մի մտածեք։ Այսինքն այս ԵԱՏՄ-ի հետ կապված, Ռուսաստանի Վերերի Լարսի սահմանի հետ կապված խնդիրները դա էլ են խափում, գումարած դրան խափում են, որ իբրև թե այլ ճանապարհներով, այլ ձևերով մենք առանց ԵԱՏՄ-ի էլ կարող ենք։ Սամվել Կարապետյանը միջից հայտարարեց, չի ասել, ես մենակ ուրախ կլինեմ, որ Ֆրանսիան հանդիսանա մեր անվտանգության երաշխավորը։ Ես ուրախ կլինեմ, որ այս ամբողջ արտադրանքը գնա Եվրոպա, Միացյալ Թող գան, եկան, չգիտեմ, քանի երկիր եկավ այստեղ։ Եկան, բոլորով խոսեցին, հաց կերան, քեֆ արեցին, պարեցին, երգեցին, ոչ մեկ չասեց, եղբայր, եկեք մի հատ թուղթ ստորագրենք իրար հետ, որ մենք հանդիսանում ենք, օրինակ Ֆրանսիան որպես միջուկային պետություն, մենք հանդիսանում ենք ձեր երաշխավորը։ Բայց ինչու՞ մեղադրում այդ երկրներին, այդ երկրները ասել էին մենք ձեզ երաշխավոր ենք կանգնելու։ Հասկանում եք, սրանք ժամանակին ՆԱՏՕ-ի անունն էլ էին տալիս, ասում էին ՆԱՏՕ ենք մտնում, ՆԱՏՕ-ից ասեցին մեր անունը մի տվեք, դուք չեք մտնելու ՆԱՏՕ, ու մեր հեղինակության հետ մի խաղացեք, կեղծ սպասումներ մի առաջացրեք։ Դրա համար հետո իրանք սկսեցին, գիտեք ինչ ասել, ասեցին դառնալու ենք արտադաշինքային երկիր։
Այսինքն ՀԱՊԿ-ից դուրս են գալու, այդ նկատի ունեն, ասենք օրինակ ոնց որ Ադրբեջանը կամ բան, հա, բայց Ադրբեջանը ունի Թուրքիա, Ադրբեջանը վերջի ունի նավթ եւ այլ այսպիսի բաներ, բայց իրանք երբ որ ՆԱՏՕ-ից իրանց ասացին հանկարծ մեր անունը մյուս անգամ չտաք, դուք ծոծրակները տեք տեսնելու, մի շահարկեք մեր անունը, ասացին մենք արտադաշինքային պետություն ենք դառնալու, ՀԱՊԿ-ից էլ ենք դուրս գալու, ոչ միտեղ էլ չենք գնալու։ Այս ամբողջը բերում է մի բանի, նորից ասում եմ, թույլ, անպիտան, պարտված, բոլոր հնարավորությունները կորցրած իշխանություն է։ Օր առաջ, ժամ առաջ մենք պարտավոր ենք բոլորս ազատվել այս իշխանություններից, պարզ պատճառով, որովհետև սրանց վերարտադրման դեպքում հավատացած եղեք։ Ես գիտեմ, որ դուք գիտեք եւ նաև տեսնում եք, թե ինչ կարող է կատարվել, ես դիմում եմ մեր հայրենակիցներին, շատ ծանր հետևանքներ են լինելու։ Այն ինչ որ եղել է, դրանք շատ մանրուքներ են թվալու։ Այն ինչ որ լինելու է, մենք ունենք Սյունիքի հարցը, մենք ունենք բազմաթիվ այսպիսի բաց խնդիրներ, մենք ունենք վատ հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերների հետ։ Մենք չենք ասում միայն Ռուսաստան, մենք չենք ասում միայն ԱՄՆ, մենք չենք ասում միայն ԵՄ, մենք ասում ենք, որ պետք է լինի բալանսավորված արտաքին քաղաքականություն իշա Հայաստանի Հանրապետության, ոչ թե իշա աթոռը պահելու։ Սրանց հիմնական գործը միանշանակ իրենց վերարտադրվելն է։ Նայում ես այսօր քարոզարշավ են անում, քարոզարշավ այսպես ճակերտների մեջ չկա այդտեղ քարոզարշավ, աղմուկ։ Տանում են ինչ որ մարդկանց են ավտոբուսներով։ Բնականաբար, այնտեղ բազմաթիվ մենք էլ ենք հետևում, բայց նաև այսպես ոչ մասովկայի համար մարդիկ են տանում, դե վարչական ռեսուրսը գիտեք, այո, ինչպես օգտագործվում։ Երբևէ իմ կարծիքով անձնական սրանց պես ոչ մեկ չի օգտագործել վարչական ռեսուրսը, բայց ամեն դեպքում նկի մոտ այնպիսի տպավորություն է, որ լավ պետությունը հիմա ոնց է աշխատում։ Չկա մի մարդ, ում տեսնում ես առավոտ իրիկուն ինչ որ այսպես քարոզարշավ, ես չեմ պատկերացնում այդքան մարդ ոնց է արձակուրդ գնում, ընդհանրապես ամբողջ կառավարությունը, այսպես նախարարներով, ել չեմ ասում, տեղական մարզերում բոլորը բառից բուն իմաստով են կրծել մասնագետից սկսած մինչև մարզպետ, չգիտեմ, նախարարություններում բոլորին, ով էլ չի ուզում ստիպողաբար շանտաժով, ով էլ շահ ունի, սպասում է ինչ որ բան կամ շահ ունի իշխանություններից, ինքնուրույն այսպես աշխատանքը թողած զբաղված է քարոզարշավով։ Մոտեցման խնդիր է։ Ես համարում եմ, որ նորմալ ճիշտ իշխանության դեպքում քարոզարշավին պետք է մասնակցեն սահմանափակ թվով մարդիկ, թեկուզ իրար փոխելով, բայց պետությունը պետք է աշխատի։ Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյան Ավանեսյանին այդ առողջապահության նախարարին գրել էր, ասում էր դու տեղ բաներում տրճիկ ես տալիս, պարում, երգում, չգիտեմ, բանանում, հանրապետությունում կարևոր դեղորայքի բան դեֆիցիտ կա, այսինքն հիվանդները չեն կարողանում ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղորայքը, միգուցե այդ տրճիկ տալու փոխարեն գնաս զբաղվես քո ոլորտով։ Ոչ միայն ձեր նշած սուբյեկտը, ընդհանրապես բոլորը, ես հիմա էլի նորից շատ փոքր անդրադառնամ, շատ կարճ անդրադառնամ հեծի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները փոխվեցին, պրոֆեսիոնալներ անգամ մինչև 35-40 տարի աշխատած մարդկանց փոխարինեցին լուզերները, բազմաթիվ տեղերում պարտված իրենց հետ եւ այդ համապատասխան սուբյեկտներ, որը կառավարիչ է կոչվում, ասում էր, բա դե բնականաբար ես մերոնց պետքա բերեի, այսինքն այնքան արդեն այսպես կներեք արտահայտությունից համար լկտիացել են, որ մի հատ էլ ընդունում են, հա բա դե մերոնց պետք է բերենք, բա իմ ճանաչած մարդուն, քո ճանաչել ինչ կապ ունի, վերջինաշով դա ոլորտ է ռազմավարական, դուք վերցնում եք իբրև թե կար ճգնաժամ։ Իսկ հեծի աշխատակազմին հիմա օգտագործում են իրենց միջոցառումների մեջ։ Ձեզ սենց ասեմ, տարածքներից մեկում իմ ինֆորմացիայով մի երիտասարդի, որը Կարապետյան Նարեկի գնալու ժամանակ անգամ եղել է մոտավորապես մի 20-30 մետրի վրա կանգնած, կանչել են, ասել են դիում գրի։ Անգամ այս պարագայում, այսինքն գիտեք ինչ է ստացվում, մոտավորապես նաև գնում ենք լուր մերժման, իրենք սյուրպրիզը կտեսնեն հունիսի 8-ին, այնպես չի, որ այդ մարդիկ եթե ձեն չեն անում, նշանակում է իրանց կողմից են, ընդհանրապես վախենում են իշխանությունից, ընդդիմությունից վախենալու բան չկա, բայց այս կառավարման մոդելը, այս խոսույթը, այս անպատասխանության զգացումը, որը կա հիմա մեր չինովնիկների մոտ,
նույն հաջողությամբ եթե կհիշեք մի քանի այսպես չինովնիկներ տարբեր հմեկի եթերում հայտարարում էին, հիշում եք օրինակներով, ժողովուրդ ջան, նայեք, երբ որ դուք հոսանքի գումարը տանում վճարում եք, այդ գումարի մեջ մտնում են այն վարկերի տոկոսները, որոնք Սամվել Կարապետյանը վերցրել է հեծով եւ այլն եւ այլն։ Լրագրողների շնորհիվ հասան նրան, որ հանրային ծառայությունների կարգավոր հանձնաժողովի նախագահը ուղիղ հայտարարեց, որ ոչ վարկերի տոկոսները չի մտնում սակագնի, այսինքն մեր ժողովրդի վճարած հոսանքի գումարի մեջ։ Լավ, որ մեկը ներողություն խնդրեց Սամվել Կարապետյանից կամ որ մեկը դուրս եկավ ասեց կներեք, չգիտեի։ Դա տեխնոլոգիա է, որ իրենց հուշում են, ինչքան կարող եք շատ կրկնեք սուտը, որ մարդկանց մոտ տպավորի, իբրև թե ճշմարտություն։ Հաջորդը 3 միլիոն մարդու գրպան մտնելու խնդիրը։ Լավ, չեմ Տիկին Սեյրանյան հավատացած որ մեղադրում էին ձեզ։ Այո, իմ բառապաշարը փոքր չէ։ Ես կարող եմ շատ երկար խոսել, բայց բառապաշարս վերջանում է, նյարդերս էլ տեղի չեն տալի։ Ուղղակի ոչ եթերային պետք է սկսես խոսել, իսկ մենք իրենց մակարդակի չենք իշտի երբեք։ Լավ, Արաչեացյանի վարչական դատարանը այսպես 6.5 կետով մոտարապես, ինչ եմ ասում 6.5, որովհետև մեկը կրկնվում էր այնտեղ, զրկել էր մեզ լիցենզիայից։ Վարչական դատարանը 4 կետով համարել է չապացուցված Արաչինացյանը, ճիշտ է, բողոքարկման փուլում է, բայց այս պայն ունենք որոշում, հավելագրումների մասը, որի հիման վրա փոքրիկ խմբակի ղեկավարն ասում է, որ մտել են 3 միլիոն մարդու գրպան, ասում է, որ ապացուցված չի, հիմնավոր չի այդ մասով։ Պատկերացրեք, այսինքն այդ մասը Արաչեացյանի վարչական դատարանը ասել է, որ չի եղել այդպիսի բան, այսպես հասկանալի լեզվով ասեմ։ Դա նշանակում է երկու բան, կամ կառավարության ղեկավարը իմանալով ստել է, կամ տեղյակ չի։ Իսկ եթե տեղյակ չի, վիրավորում է հայ բարերարին, վիրավորում է ամենահարուստ եւ հեղինակավոր հային, պետք է ներողություն խնդրի։ Անկան վարչական այդ դատարանի ակտը լինելուց հետո էլ ես լսել եմ նորից նույն հայտարարությունը, որ իբրև թե մտել են, այնտեղ հայտարարում են իրենց լրատվամիջոցն էլ ազգային ժողովի դիմաց ինձ հարց տվեց, ուղիղ ասել եմ ես իրենց։ Մանկապարտեզի չգիտեմ ինչի, տեսեք, հեծը ունեցել է մոտավորապես 2000 տեսուչ, ինքնուրույն սուբյեկտներ, ինքնուրույն անձինք։ Տեսուչներից մեկը հավելագրում է կատարել, անգամ պարզ չի դա դիտավորել է, թե թիվ գրելուց է սխալվել, որտեղ այդ քրեական գործերը չկան, այն որ ես ձեզ ասում եմ նոր։ Եվ ինչ որ 250,000 դրամի խնդիր էր, ինչ որ մանկապարտեզի վրա։ Հիմա սրանք լեկտիաբար վերցնում են այդ թիվը, ասում են, ահա նայեք Կարապետյանը սենց է հարստացել։ Հիմա ես ուղիղ ասում եմ, եթե 2000 տեսուչից գումարած այնտեղ բազմերջ 6800 հոգանոց հիմնարկ է։ 1-2 անձի սուբյեկտի կողմից կատարված սխալը կամ ընդունենք տեսականորեն նաև հանցանքը վերագրվում է սեփականատիրոջը, ապա ես ուղիղ հայտարարում եմ յուրաքանչյուր կոռուպցիոն դեպք պետական համակարգում լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կաշառակեր է։ Շատ պարզ եւ ուղիղ, որովհետեւ եթե Սամվել Կարապետյանը պետք է լինի այդ դրա հեղինակ 1-2 հոգու կողմից կատարվածի, մեծ չէ կոլեկտիվ է։ Նույն հաջողությամբ պետական համակարգն է։ Ու նորից շարունակում են նույնը, այսինքն նորից գալիս ենք նրան, որ չկա պատասխանատվություն։ Իրենք հայտարարում են մի բան, այդ պահին փորձում են օգուտները քաղել, ուղղակի չի ստացվում։ Իդեպ, մարդիկ մինչև հիմա մտածում են, որ հեծը արդեն մարսել են, հեծը արդեն պատկանում է ժողովրդին, արդեն Փաշինյանը այս հարցը լուծել է, բայց մարդիկ շատերը չգիտեն, որ հեծը հնարավոր չէ խլել, հեծ ուղղակի հնարավոր չէ խլել, եւ նույնիսկ որ ինչ-որ թվեր են, չէ, հնչեցնում, որ այսքան են առաջարկել, որ այսքանով Սամվել Կարապետյանից հետ գնեն կամ մի բնակարանի արժեք, մի նորմալ բնակարանի 800 քանի Չէ։ Ինչ թիվ էին հնչեցրել։ $300,000 Ուզում են, որ այդքանով Սամվել Կարապետյանը վաճառի իրենց։ Այսինքն պատկերացնում եք, ես 800 քանիս էի հիշել, բայց նույնիսկ 800 քանիս դիներ Երևանում հիմա 1 միլիոնից ավելի դոլար գնով արժեքով բնակարաններ կան։ Եվ ինձ հետաքրքիր Սամվել Կարապետյանը որ կարդաց այդ թիմը ինչ էր ռեակցիան։ Չմտածեք, որ փորձում եմ ինչ որ այսպես
բաներ ասել, որոնք կբերեն մեր ռեյտինգին կամ չգիտեմ ինչին, շատ անկեղծ եմ ասում, երբ որ հեծի մասին մենք զրուցում ենք, իր համար հեծը համարվում է 4-րդ, 5-րդ, 10-րդական բան, հավատացած եղեք։ Սամվել Կարապետյանի։ Այո, իր համար միանշանակ։ Ասма նայեք, պետությունը, ինձ ասում ասма Դավիթ, պետությունը այն վիճակում է, որ ես հիմա հեծի մասին չեմ էլ մտածում։ Շատ բարձ ու նաև իր վարքագծով է դա երևում, իր խոսույթով է դա երևում։ Բացարձակ, եթե զգացել ենք մենք այլևս քանի հարց չի եղել կամ քանի ինչ որ մեկը մի հիմարություն չի խոսել, մենք հեծի մասին չենք խոսում։ Ու ոչ թե դա ձև ենք անում։ Իրականում մենք հասկանում ենք, որ սա փաթեթային լուծում է անհրաժեշտ, ոչ թե լոկալ կոնկրետ ինչ-որ տեղերով։ Պետությունն է պետք փրկել, ոչ թե մի ընկերություն։ Շատ այլ կարևոր բան ասեմ, հենց հեծի մասով, անկախ Սամվել Կարապետյանի կորուստից, նորից կրկնում եմ, թող ցույց տան մի ընկերություն, որը նախ առաջին հերթին իրանց օրոք այստեղ ներդրում է կատարել, եւ երկրորդը առավել եւս մի ընկերություն, որ գոնե ակնարկ է արել, այն էլ հեծի դեպքից հետո այստեղ ներդրում կատարելու համար բացառվում է, այստեղ կարող են ներդրում լինել, ուղիղ հայտարարում եմ, միայն թուրքական եւ ադրբեջանական գումարները միգուցե այլ ճանապարհներով, միգուցե այլ օֆշորներում կամ այլ երկրներում գրանցված ընկերությունների միջոցով, այլ տարբերակը բացառում եմ։ Իդեպ մի հետաքրքիր բան ասեմ, ինձ հայտնի դարձավ, որ հանրային գերակաշահի մասին օրենքում սրանք փոփոխություններ են անում, հարգելի հետևորդներ, այդ օրենքը վերաբերվում է օրինակ ասենք տարածքներին, որոնք կարող է պետությունը, կառավարությունը պետության կարիքների համար, այսպես անվան տակ, փորձել վերցնել եւ իրենք փոփոխություն են արել օրենքում, առաջ ինչպես էր, երբ կառավարությունը որոշում էր կայացնում, դատարանով կասեցվում էր կառավարության այդ որոշումը, հիմա դա հանել են, որպեսզի դատարան դիմելը չկասեցնի կառավարության որոշումը։ Սա շատ հետաքրքիր process է, ես չգիտեմ, օրինակ գործարար աշխարհը, սեփականատերերը գիտեն, որտեղ սա կարող է վերաբերվել ինչպես օրինակ մասնավոր ընկերությանը, նաև սովորական քաղաքացուն, կարող է գան, ասեն, այս քո սեփական տունը այլևս կառավարությունը որոշում է կայացրել, որ սա այլևս գերակաշահի տակ է ընկնում։ Եվ կներեք ու տա մի հատ գնահատողը գնահատի շատ քիչ, իրանք էլ այդ գումարը տան վերցնեն, մարդը գնա այդ վարչական դատարանով քանի տարի սենց գնա ապացուցի, որ ինքը ուխտ չի։ Այո։ Հա, հիմա տեսեք նույնիսկ տեսեք ծածկադմփոց են անում, բայց այսպիսի որոշում են կայացրել, սա շատ վտանգավոր որոշում է, վերաբերվում է բոլոր քաղաքացիներին։ Օրինակ կան չէ, քաղաքացիներ ունեն, հայրական տներ ունեն, կենտրոններում, լավ վայրերում գտնվող կարող է գնան, ասեն, սա գերակաշահ եք ճանաչել, կառավարությունը սենց որոշում է կայացրել, մի խոսքով գործարանդ պիտի տասի ինձ, տունդ պիտի տասի ինձ։ Միջալոց ձեզ ասեմ, եթե ունենային հնարավորություն, այդտեղ գրեին միայն հեծի մասով։ Հաստատ իրենց ձեռք չի տալիս ընդհանրապես այսպեսի աղմկահարույց փոփոխություն անելը, քանի որ վերաբերում է բոլորին, բայց հաշվի առնելով, որ թույլ չի տալիս, ասենք չեն կարող ուղղակի գրել սա մենակ հեծին է վերաբերվում, դրա համար արդեն տարածվել է օրենքը արել են հեծի համար, այս փոփոխությունը։ Որովհետև հեծի գերակա ճանաչվելու դեպքում, եթե բողոքարկումը, այսպես ասած, կանգնեցնում էր այդ գործընթացը, նշանակում է իրենք չէին հասնում իրենց նպատակին։ Այդ իսկ պատճառով ինչ են արել, վերցրել են, ասում են դե գնա ինչքան ուզում ես բողոքարկի։ Մենք մեր գործը արեցին, կվերցնեն, կպահեն սեփական, կթալանեն նորից, որ ձեզ ասեմ, հենց հիմա հեծում շատ վատ վիճակ է, շատ վատ։ Ուղիղ ասում եմ դա, եւ անջատումների մասով, եւ ներդրումների մասով, ներդրումներ համարյա չեն կատարվում։ 25 թվականի ներդրումային ծրագիրը մեզ մեղադրում էին այսպես քիչ կատարելու մեջ, բայց ներդրումային ծրագիրը ընդհանրապես սկսում է կատարվել մոտավորապես մարտի կեսերից մինչև նոյեմբերի այսպես կեսեր կամ վերջ։ Իսկ իրենք արդեն հունիսից այդ խնդրեմը ստեղծել են։ Մենք արդեն 2-3 ամիս են կարողացել անել եւ միանշանակ տանել, իրենք կատարել են 50%-ով։ Եվ ներդրումներ չանելու արդյունքում տանում են ինչ որ գումարներ են վարկերի տեղը վճարում։ Իսկ ներդրում չանելը արդեն բերելու է վատթարացման։ Այն արդեն իսկ անջատումները շատ-շատացել են։ Դե իրենք կեղծում են։ Նայեք, եթե մենք ունենայինք իրականում անկախ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը բազմաթիվ գործիքներ ունի։ Ոչ մեկ թող չփորձի ասել, մենք գործիքակազմ չունենք, աշխատել եմ հետներ, անգիր գիտեմ։ Իրենք ունեն այսպես մոնիտորինգներ հասկացնելու հնարավորություն, իրենք ունեն ուղիղ հետևելու կատարած բոլոր գործողություններին on-line, անգամ մենք թույլտվությունները տվել էինք իրենց օրենքի պահանջով։ Հիմա իմ ինֆորմացիայով մեր մոտ տարեկան մոտարապես 2-3 վարույթ էր հարուցվում,
կամ տուգանվում էին, կամ նկատողություններ եւ բազմաթիվ մոնիտորինգներ։ Միջև այսօր իմ ինֆորմացիայով ոչ վարույթ է հարուցվել այսօրվա հեծի վրա, այս քահան հիշում եք աղմկահարույց։ Անկամ այսպիսի հումոր կար, չէ, որ մենք ենք անում, մենք ենք պուլտը մոտներս, հա։ Պուլտը հիմա ու մոտ է։ Հիմա ճիշտ ասած ես իմը կորցրել եմ, դե մնացել է իրանց արդեն չունեմ։ Ես այն օրը ուզում էի այդ ասեի, որ ես չեմ։ Հա, պուլտս կորցրել եմ, բայց ամեն դեպքում եթե լիներ գոնե անկախությանը մոտ հանձնաժողով, գոնե իրանց երեսը պահելու համար, մի հատ կմտնեին մոնիտորինգ չի կարելի, որովհետև իրենք չեն կարողանում հսկել իրենց իսկ կողմից նշանակը։ Հիշում եք ինչ էին ասում, հանձնաժողովի նախագահը ասում էր, ես եմ ընտրել այս կառավարչին։ Այսինքն հանձնաժողովի նախագահը, որը հասարակ ԿՊ անդամ է եղել միջև հանձնաժողովի նախագահ նշանակվելը, այն էլ օրենքի պահանջ է, որ դուրս է եկել։ Նշանակում է ԿՊ-ի այս առաջի, այսպես չգիտեմ, որիորդն է ինքը ԿՊ-ին, բայց ամենայն դեպս ղեկավար կազմի անձին ու ասում է ես նշանակել եմ, ես էլ հսկողություն կսահմանեմ։ Չի կարող ուղղակի վախում է, ուղիղ ասում եմ։ Չի վախում, թող ուղիղ մտնի մոնիտորինգ անի, տեսնի ինչ է կատարում, թող վարույթ հարուցի։ Ասում եմ, տասնյակ քրեական գործեր կարող են հարուցվել այդտեղ։ Տասնյակ ծածկադմփոց են անում եւ հավելագրումները։ Ընդհանրապես ինչ որ թող հերքեն, թող մտնեն մոնիտորինգ անեն։ Բազմաթիվ անգամ ասել եմ, մտնում էիք մեզնից հետո ստուգումների, նախ առաջին ընդունում հանձնում չարեցին։ Հետո մտնում էին մեր հետ կապված ստուգումների, մեզ չէին ներգրավում։ Եթե այդքան ազնիվ եք, մեզ էլ ներգրավեիք, իրար հետ ստուգեինք, սխալը կլներ, մենք է կտեսնենք, մենք է կստորագրենք, ոչ մեկ չէր վիճարկի այլևս։ Ինքը շատ նման է պետության կառավարման, ես առաջի օրվանից գիտեի, ոնց որ պետությունն են կառավարում, այսպես սեփականի պես, բյուջեն վերաբերում են սեփականի պես, նույնն էլ հեծը պետք է լիներ։ Իսկ այդ պարագայում արդեն բայց այդ հանձնաժողովի ղեկավարը այնքան պարապ է, ես նույնիսկ ամիսներ առաջ պահել եմ նույնիսկ Facebook-ի IG-ի այդ screenshot-ը, այդ իրենց ԿՊ-ական նավակ ճոճող կա մեկը, անունը հիմա չեմ հիշում, Վիգեն Վիլեն չեմ հիշում, բան էր արել, ինչ որ շլյապ, դե հա, ինչ որ շլյապա էր արել, Փաշինյանի նման այդ շլյապաներից էր արել, դրել էր ու լուսանկար էր տեղադրել, այդ հանձնաժողովի նախագահը մտել էր կոմենտ էր գրել։ Ես անկեղծ եմ ասում։ Ճշտենք, որ անկախ հանձնաժողով։ Անկախ հանձնաժողովի բան, հա, ինչ որ հումոր էր արել, բան էլի, իրանց մտերմությունը դրանից էլ էր զգացվում։ Այսինքն ասած ասում եմ ոնց։ Սա անկախ հանձնաժողովի ղեկավարը, որ այնքան անելիք ունի ու մտնում է ինչ որ բանի նավակ ճոճողների հետ այն բանա կոմենտներ է գրում, այնքան տպավորիչ էր, կգտնեմ սկրինշոթը կդնեմ։ Շատ կարճ եւս անդրադառնամ հեծին ու կարծում եմ արդեն հերիքը իրենցից կամ հեծից բայց թանկացումներ, այսինքն դուք նշեցիք, որ թանկացումներ լինելու են։ Միանշանակ, եթե այլ կասկածելի աղբյուրից, նայեք, ես չեմ սիրում սուտ լինել։ Միանշանակ պնդում եմ, որ չթանկանալ չի կարող, բայց հնարավոր է զսպել, ոնց եմ ասում, ատոմակայանը 12 միլիարդ այլ ֆինանսական եկամուտ են գրել։ Այսպիսի մի տարբերակով ինչ որտեղից գումար բերեն, արտաքին պարտ կավելացնեն կամ կասկածելի աղբյուրներից հասկանում ենք բոլորս որտեղից է դա հնարավոր, ընդհանրեն այդ գնաճը զսպելու համար, բայց չթանկանալու տարբերակ չկա։ Հեծի հետ կապված ինչ էիք ուզում լրացնել։ Հեծի հետ կապված, եթե հիշում եք հանձնաժողովի նիստը, այդ ֆարսը, այդ հայտարարությունը, որ հետո անունը դնում են 2-3 օր տևեց, բան հավատացած եղեք, ովքեր դիտել են, լավ գիտեն, դա մեր պայքարի արդյունքում տևեց, չէին կարող չանել ուղղակի, անգամ տեղերն էին սխալ դրել, առաջի կարգը իրենք պետք է նստեն, մենք հետևը պետք է նստենք, մի խոսքով հայտարարություն էր։ Այդ ոնց էին աչքով ունքով ղեկավարում, այսինքն լրագրողները ֆիքսել։ Հա, ինչ էր կատարվում այդտեղ եւ ես չգիտեմ, ուղղակի խղճում եմ այդ հանձնաժողովին, անկեղծ եմ ասում, շփվել եմ շատ ու ցավ եմ ապրում մեծ, որ իրենք իմ համար որպես պետական գործիչներ այլևս գոյություն չունեն, չի կարելի սեփական պատիվը դնել պաշտոնի համար, ուղղակի չի կարելի։ Պարոն Ղազինյան, երբ որ ձեզ փաստորեն առաջարկել են, Սամվել Կարապետյանին առաջարկել են այդ 300 քանի հազար դոլարը հեծի, դա գրավոր են ներկայացրել եւ ինչ եք պատասխանել, ինչ որ այդ փաստաթուղթը հրապարակել են լրատվամիջոցները, մենք դա ստացել էինք ունենք, բայց չէինք հրապարակում, այսպես իրավաբաններն են խորհուրդ տվել առայժմ չհրապարակել, հրապարակել է լրատվամիջոցներից մեկը չեմ հիշում ով,
որի արդյունքում արդեն բոլորը հասկացան, բայց ես կարծում եմ Բայց այդտեղ բանակցելու պաշտոնապես պատասխան եղել է Սամվել Կարապետյանի կողմից։ Չեմ կարող այս բանին ասել, հաշվի առնելով, որ այդտեղ բանակցելու բան չկա, ինձ համար շատ քիչ կարևոր է եղել է պատասխան, թե ոչ։ Ամեն դեպքում, եթե մինչև մայիսի 25, այսինքն 2-3 օր հետո այսպես այդ բանակցություն կոչվածը, որովհետև չկա, ի սկզբանե չի կարող լինել բանակցություն, հաշվի առնելով այդ մեզ կատարած տրված առաջարկի, այսպես ասեմ, անտրամաբանական լինելը, այստեղ այդ առաջարկ ալողին է պետք է մեծ ստուգել ադեկվատություն հասկանալ ինչքանով այդ առաջարկը։ Բայց եկեք ամեն դեպքում հեռուստադիտողի համար հստակեցնենք, հեծը իրենք չեն կարողացել խլել, իրենք հիմա կառավարում են, մտել են մեջը, չգիտեմ, վարության են անում, բայց միևնույն է, հեծը իրենք չեն կարողացել։ Հեծի սեփականատերը հանդիսանում է Սամվել Կարապետյանը, Տաշիր կապիտալը, բայց կառավարում է փոքրիկ խմբակը։ Այսինքն այսօր Սամվել Կարապետյանը լինելով սեփականատեր որևէ կառավարում ոչ մի բանի, մասնակցում։ այսինքն Նիկոլ Փաշինյանն երբ որ ասում է տեսեք պետությանը ժողովրդին վերադարձրեցինք, չգիտեմ, հեծը դա մեծագույն սուտ է։ Ասեմ ձեզ ավելին, ոչ միայն չի կարող խառնվել գործեն, այլ նաև շարունակում են ներդրումներ կատարել։ Սամվել Կարապետյանը։ Դա օրենքով պարտավորություն են դրել Սամվել Կարապետյանի վրա, քանի դու սեփականատեր ես, անկախ նայած կառավարում ես, չես կառավարում, դու պետքա գումարները ներդնես, մենք որոշենք դա ինչ անենք։ Հա։ Դե абսուրդի աշճան ու այսքանից հետո ինչ Պատկերացնեք, եթե Սամվել Կարապետյանը հիմա օրինակ չաներ այդ ներդրումները, ինչ կլիներ հեծի հետ, չէ, որպեսզի պատկերացնեն մարդիկ։ Իհարկե տեսականորեն դա հնարավոր էր, բայց եկեք հաշվի առնենք, թե ով է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը մարդ է, որը այդ մանր մարդկանց, այսպես ասած, չի հավասարվում։ Ինքը իր աշխատանք, ասում եմ, օրենքի պահանջը պետության համար է լավ։ Վերջացավ, ինքը դա կանի, թեկուզ կորցնելու գնով նորից եմ կրկնում, չեմ գովում, բայց բազմաթիվ էպիզոդներ ունենք։ Նիկոլ Փաշինյանի հետ իր շփումը բազմաթիվ անգամ ասել եմ, պարոն Կարապետյանը հաստատեց։ Եղել է, այսպես նկարվել են, PR-վել են, բայց չեն ասում, թե ինչ առանձին ասել Սամվել Կարապետյանը։ Ոնց է նախատել, ոնց է դասեր տվել, չէ՞։ Հիշում եք, որ ինքն էլ ասեց։ Բնականաբար դա չեն ասելու, բայց ինքը շփվել է որպես պետություն։ Վերջինաշոր ժողովուրդը գնացել ընտրել է, չգիտեմ, այդտեղ տարբեր տարբերակներ են ասում, բայց ունենք փաստ։ Հիմա Սամվել Կարապետյանը շփվելով որպես պետություն չի կանգնացրել ոչ մի բարեգործություն, ոչ մի օգնություն, ոչ մի ներդրում։ Պարոն Ղազինյան, Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր երեք շատ կոշտ հայտարարությամբ հանդես եկել, նա ասել էր բառացիորեն հետևյալը. մենք Հայաստանին գազ մատակարարում ենք գրեթե 4 անգամ ավելի էժան, ի վնաս մեզ, հիշեցնեմ Հայաստանի համար գազի գինը 1000 խորանարդի համար կազմում է $177.5, Եվրոպայում $633 է։ Վալոդինը շարունակել է այս դժվարին պահին աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը, նրա քաղաքացիներին, ինչ ենք ստանում դրա դիմաց, Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Հավելել է նա, նշելով, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Հիմա Աստված մի արասցե բաց զարգացումներ լինեն եւ որոշում կայացվի Հայաստանին հանել ԵԱՏՄ-ից, չնայած Փաշինյանը ասում է չենք պատրաստվում գնալ, բայց նրանք էլ ասում են կներեք, չենք կարող, մենք վճարենք, դուք մեր բյուջեից, մեր հնարավորություններից օգտվեք, հա, բայց գնաք, ասենք, բանը հայտարարեք ԵՄ գնում եւ հակառուսական մեր դեմ քարոզչություն տանեք, մեր դեմ քայլեր ձեռնարկեք։ Աստված մի արասցե անկարծ ԵԱՏՄ-ից դուրս դնեն Հայաստանին։ Ինչ հետևանքներ է ունենալու։ Ուրեմն անկախ նրանից, թե սրանք ոնց են իրենց պահում միջազգային հարաբերություններում, երբեք չեմ ցանկանա իրականում որպեսզի բան լինի։ Ես չարախնդողներից չեմ։ Դե բոլորս ենք դե այնց դուժելու վերջո։ Չէ, բացի բոլորս, նաև մեր ժողովրդի համար, ինչպես նաև պարոն Կարապետյանի եւ մեր թիմը, բայց մեր ժողովուրդը պետք է գնահատի եւ ճիշտ հասկանա։ Նորից կրկնում եմ, երբ որ ես ասում եմ Ռուսաստանը սա կանի, նա կանի, սա չի նշանակում, որ մենք ռուսամետ ենք։ Նույն հաջողությամբ մենք ձգտում ենք այո լավ հարաբերությունների եւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության, ընդհանրապես բոլորի հետ։ Այդ թվում մեր հարևան Իրանի։ Հանգիստ եղեք, այդ հակառուսական քարոզչություն անողները Փաշինյանական թիմի եւ մերձիշխանական ժամանակին Ռուսաստանի դեսպանատան բանից շենքից դուրս չէին գալիս։ Համաձայն եմ, ես ուզում եմ ասեմ, այնպես որ Տիկին Սեյանյան, անկեղծ ասած անհանգիստ լինելու խնդիր չունեմ, ես ուզում եմ ժողովրդին պրոստը ուղղակի եւս մեկ անգամ այսպես բացատրել, թե ինչ է հնարավոր որ լինի։ Իմիջիալոց
3 եթե չեմ սխալվում, ասես չենք կարող գազի գինը թանկացնել, որովհետև ունենք պայմանագիր փոխշահավետ։ Այսինքն, եթե այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը գազը, այսպես ասած, $600 խնդրում են, քեզ տալիս է 177.5-ով, դրա փոխշահավետը ո՞րն է։ Այսինքն անգամ այդտեղ է խափում ժողովրդին։ Իսկ համոզված եղեք, անկախ ԵԱՏՄ-ից դուրս գալու վետոյի իրավունք ունենք, եթե չեմ սխալվում, միանշանակ Ռուսաստանը եւ մնացած երկրները շատ մեծ ցանկության դեպքում, որը կարծում եմ շատ վատ բան եմ ասում, բայց արդեն ունեն իմ կարծիքով այդ ցանկությունը, հաստատ կարող են շրջանցել եւ այդ վետոն, կարող են շրջանցել նաեւ այս ճակերտների մեջ փոխշահավետ գազի պայմանագիրը։ Ես նորից կրկնում եմ, այստեղ պետք է մարդիկ մտածեն, ինչը ինչի համար է, իրենք ապրում են օրով, իրենք ապրում են իրենց ամեն օրով աթոռը պահելու համար, այլ բան այստեղ չկա, որովհետև երկար մտածելու դեպքում հեշտ դժվար չէ, պատկերացնել ինչ կլինի, եթե օրինակ Ռուսաստանը ասում, չեմ տալիս, գնա միջազգային դատարան, ընդունենք։ Դու էլ գնա մտի դատարան, ոնց որ հեծով Սամվել Կարապետյանն ասում էր գնա դատարան, դու էլ գնա մտի դատարան, վիճարկի մեր պայմանագիրը, գազը փակում ասում, վсё, դարավ $600, ինչ ես անելու։ Բայց հաշվի առնելով, որ իրենք չգիտեն ինչ են անելու, դրա համար խափում ասում են, այդպիսի բան չի լինի։ Եվ ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, իհարկե ինձ համար շատ ամոթ է եւ ճիշտ էլ չի ասել համեմատեք Նիկոլ Փաշինյանին եւ Սամվել Կարապետյանին, բայց ամեն դեպքում ոչինչ, թող համեմատեն։ Հա, բայց օրինակ տեսեք, ախր ժողովրդին պետք է նաև սա հստակ ասել։ Մի կողմ թողնենք, որ ԵՄ գագաթնաժողովը եղավ, մեզ որևէ մեկը կրկին տասնյակ երկրների ղեկավարներ այստեղ էին։ Բոլոր նրանք, ովքեր մեզ պիտի ասեին համեցեք, էստի համեցեք։ Մեզ ոչ միայն չասեցին, որ դուք մենք ձեզ ընդունելու ենք Եվրոպական միություն, ոչ մեկ չհայտարարեց, որ հեսա վիզաների ազատականացում լինելու է, այդ պրոտոկոլային թղթերը թող իզուր իրենց պահեն, միտեղ կօգտագործեն այդ թղթերը, որովհետև մենք ունենք SEPA-ի պես պայմանագիր ֆունդամենտալ ու լուրջ, որը վավերացրել են այդ բոլոր երկրների պարլամենտները, եւ մինչեւ հիմա վիզաների ազատականացում չեն արել, այդ բլեֆը թող բանանեն։ Եվ պետք է ժողովրդին մի բան բացատրի։ Հարգելի ժողովուրդ, ուզում ես գնաս ԵՄ։ Շատ լավ է։ Քեզ ոչ անվտանգություն են երաշխավորելու, ոչ քեզ բանը շուկա են բացելու քո առաջ, ոչ քեզ վիզաների ազատականացում են տալու, ոչ քեզ առհասարակ ուզում են տեսնել, չեն հրավիրել քեզ ընդհանրապես, ոչ էլ հայտ եք նույնիսկ ներկայացրել։ Ձեզպես հայտ եթե հայտ ներկայացնեի, կարող է 30 տարի առնվազն սպասեիք, օրինակ Թուրքիան 30 տարի սպասում է։ Բայց պետք է բացատրել, պարոն Ղազինյան, որ եթե ուզում ես գնաս ԵՄ, ուրեմն Եվրոպական միությունն ես ուզում մտնես, հարգելի քաղաքացի, պատրաստ եղիր, որ դու վճարելու ես այդ եվրոպական գներով $633 ես վճարելու գազի գինը։ Պատրաստ եղի դրան ուրեմն։ Ես կարծում եմ, որ ժողովրդին մեղադրել ինչ որ հարցերի մեջ խորությամբ անտեղել։ Չեմ մեղադրում, դա պետք է բացատրել։ Ձեր համար չեմ ասում, ընդհանրապես, ճիշտ եք ասում։ Շատ ուղիղ։ Ուզում ես գնաս, շատ լավ ես անում, ցավդ տանեմ։ Գնա, բայց պատրաստ եղի, որ դու ԵՄ-ի գներով պիտի վճարես։ Մենք առաջին հերթին նորից կրկնում եմ, պետք է ազատվենք ափիկար իշխանություններից, բացատրեմ եւս մի արգումենտով ինչու։ Երբ որ հայտարարում են մենք իրենց անվտանգության երաշխավորն ենք, իրենք մերը, այդպիսի աբսուրդային բան չկա։ Ես չեմ պատկերացնում ինչպես կարող է դա լինել, այն դեպքում, որ դիմացի կողմը դեռևս նկրտումներ ունի, դեռևս պետք է ավտոմեքենաներով գա եւ իրենց համար շատ պրոբլեմատիկ թեմա է 300,000 ադրբեջանցիները մենք իզուր չենք ասում դա ժողովուրդ ջան գալու են այդ 300,000 ադրբեջանցիները գալու են համոզված եղեք սրանց վերարտադրման դեպքում գալու են հետո ուշ է լինելու որ գլխների տակ հետո պրոբլեմա լինելու հետո ինչքան ուզում եմ մեզ ասեք վայ ճիշտ էիք ասում բան չի փոխվելու հետո պետք չի լինելու մեզ մեղադրել կամ Սամվել Կարապետյանին ինչու մի բան չարեցիք մենք մեր հնարավորը անում ենք մարդը կոնկրետ Սամվել Կարապետյանը եկավ այդ վատ պայմաններում պատմել է երեք ճիշտ է համոզված եմ առանց ցանկանալու բայց ինչ որ միտեղ ստիպված էր ինչ պայմաններում են պահել իրեն դիտավորյալ եւ այլն ինչ այլ պետք է աներ սրանցից պետք է օր առաջ ազատվել 300,000 ադրբեջանցիները չկան եւ ամենակարևորը հայտարարվում է չէ տնտեսական ծրագրերի մասին այսպես բոլորը արդեն գիտեն որ տնտեսականով ամենայն դեպս սրանք էլ այդ մասով հասկանում են որ
չեն էլ կարող ոչ մի բան ասել Սամվել Կարապետյանին տնտեսականի վերաբերյալ, դա արդեն պարզ է։ Անվտանգային հետ կապված համոզված ենք, պարոն Կարապետյանն էլ է հայտարարել, ոչ միայն այս սեպտեմբերին պատերազմ չի լինելու, այլ նաև հաջորդ սեպտեմբերին։ Երեք ձեզ հետ հարցազրույցի ժամանակ նաև հիմնավորես չէ ինչու չի լինելու։ Նույնը թույլ է ուժեղ ղեկավարի։ Ես նորից կրկնում եմ, պատկերացրեք Ալիևի դեմքը, այն որ սա դեմքին չի էլ նայում, չէ՞, գնանք սուրճ խմենք, սպասի, գնա սպասի կգամ։ Ես պատկերացնում եմ Սամվել Կարապետյանի հետ բանակցությունները ոնց անելու։ Ախր այդտեղ մեր ժողովուրդը պետք է հստակ մի բան հասկանա, որ քեզ ներկայացնողի կեցվածքից, պահվածքից պետք է հաճույք ստանաս, ոչ թե ամաչես։ Լավ, ինչքան պետք է մենք կզենք, այսպես ասած։ Իրականում ինչքան պետք է կզենք, ես համաձայն չեմ։ Ես համոզված եմ մեր ժողովրդի մեծ մասն էլ համաձայն չի։ Ուղղակի մոլորության մեջ են, խաբում են անընդհատ եւ ամեն օր։ Եվ ամենակարևորը ընտրությունների նախաշեմը թույլ տվեք եւս մեկ թեմայից խոսել, ընտրությունների մասնակցության հարցի մասին է խոսքը։ Ոչ ոք, ես ասում եմ, դավաճանության պես մի բան է տանը նստել ընտրության չգնալ, անկեղծ եմ ձեզ ասում, դավաճանություն։ Ես մի փոքր օրինակ բերեմ, երբ որ մենք փոքր էինք, եւ դպրոց էինք գնում, ես շատ ուրախ էի, երբ որ իմ երկու պապիկներն էլ մասնակցել են հայրենական մեծ պատերազմին, բայց եթե կհիշեք, այսպես ովքեր որ պապերը որ չէին մասնակցել, բարոյական խնդիր կար դպրոցներում։ Համոզված եղեք, լավ, Աստված մի արասցե այս անգամ չէ, մի օր գալու է ազգային իշխանություն։ Եվ խնդիր ալնելու, լավ, ով ինչ արեց սրանց փոխելու համար։ Նույն պատմության դասագրքերում գրվելու է սրանց ենթադրյալ դավաճանություններ ամեն ինչ։ Երեխան գալու է հարցնի ասի. «Պապ, լավ, գոնե ընտրության գնացիր, պապիկ ջան, տատիկ ջան, գոնե ընտրության գնացիք սրանց հեռացնելու համար։ Լավ, միտինգ չես գնացել, ոստիկանները բռնության չեն ենթարկել։ Ես իմ որդուն կարող եմ դա բացատրել։ 7-8 տարի արդեն պայքարի մեջ եմ, 6-ը շատ ակտիվ։ Ինչ են պատասխանելու։ Պարտավոր են սահմանադրական իրավունքը գնալ իրացնել, գնացեք ընտրության, չգնալը հավասարազոր է իմ անձնական կարծիքով, թող չթիրախավորեն մեր ուժին։ Իմ անձնական կարծիքով հավասարազոր է դավաճանության։ Տրամադրեք ընդամենը կես ժամ այդ օրը։ Մի գնացեք այս կողմենքում, կես ժամ տրամադրեք, գնացեք ձեր սահմանադրական իրավունքը իրացրեք։ Եվ երկրորդը, ես կոչ եմ անում այն մեր ընդդիմադիր քաղաքացիներին, ովքեր պետք է ընտրեն, այսպես ենթադրյալ ազգային ժողով չանցնող ուժերին, մի փչացրեք ձեր քվեն։ Ես անուններ չեմ ուզում այս պահին տամ։ Մի պարզ պատճառով, որովհետև միջև ամսի 28-ը դեռևս ինքնաբացարկի հնարավորություն կա։ Ես դիմում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են ընտրել, այո, ընդդիմադիր են, որոշել են ընտրել ընդդիմադիր ուժերի, բայց ուշադիր, տարբեր սոցհարցումների, վերջին հաշվով այնպես չի, որ շատ մեծ գաղտնիք է։ Մեկը մի քիչ շատ կտա, մյուս կտա, բայց պարզից պարզ է, չէ՞ որ հստակ չանցնող ուժեր կան։ Խնդրում եմ ձեզ, մի փչացրեք ձեր քվեն, մի քվեարկեք այդ ուժերի օգտին։ Եվ նաև կոչ եմ անում այն ուժերին, ովքեր հստակ հասկանում են, որ իրենք չեն անցնելու։ Մի արեք դա շատ վատ քայլ է, դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է։ Ով ինչ ուզում ասի, ձայների փոշիացում համաձայն են, որպես այդպեսին չկա, բայց պատկերացրեք, որ ընտրարշավին կամ ընտրության գնում են այն ուժերը, ովքեր միանշանակ անցնելու են ազգային ժողով։ Այսինքն 100-ի մեջ տոկոսային հարաբերակցությամբ չունի իշխանություն այս պայից սկսած հայտարարում են որևէ շանս։ Խնդրում եմ բոլոր այդ ուժերին, մեր 19 ուժերին, ովքեր որ թեկուզ 50%, թեկուզ 30% կասկած ունեն, որ չեն անցնելու, մի մոլորեցրեք մեր ժողովրդին, իբրև թե դուք անցնելու եք եւ ձեզ քվեարկել։ Մանդատի խնդիր չի։ Անկեղծ եմ ասում, շատ կարեւոր է դա եւ դա շատ կարեւոր է հետո պատասխան տալու խնդիրը։ Իդեպ Սամվել Կարապետյանն ասաց, որ ինչ որ ուժեր սպասում են, որ կարող է հայտարարություններով հանդես գան եւ իրենց աջակցությունը հայտնեն ուժեղ Հայաստանին եւ դուրս գան պայքարից, չի բացառվում այսպես։ Այդ իսկ պատճառով ես չեմ ուզում որևէ ուժի թիրախավորեմ կամ անուն տամ, ինչ եմ ասում, որովհետեւ այսօր ամսի 23-ն է, դեռևս 5 օր ժամանակ կա ինքնաբացարկի։ Եկեք ժողովուրդ ջան, հերոսացեք, եթե դուք իրականում ընդդիմադիր եք, անկեղծ եմ ասում, եկեք հերոսացեք։ Նախավերջորը դուրս եկեք։ Ուզում եք պաշտպանեք, ուզում եք աջակցեք, ուզում եք մի աջակցեք, բայց դուրս եկեք ընտրապայքարից, որովհետև ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացին երբեք չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։
երբեք, բայց պատրաստ է որպես ընդդիմադիր քաղաքացի քվեարկել որևէ իրական ընդդիմադիր ուժի օգտին։ Շնորհակալ եմ պարոն Ղազինյան շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, շատ-շատերն են այս տաղավարում ասում, որ այս ընտրությունները իսկապես ճակատագրական են մեզ համար։ Օրեր առաջ իմ զրուցակիցներից մեկը Ավետիք Չալաբյանը բացահայտում արեց, թե ինչ են թաքցնում ձեզանից այս իշխանությունները սահմանադրական փոփոխությունների մեջ, բացի Ալիևի պահանջները, այլ ինչ պահանջներ են ներառում, որոնց մասին դեռ լռում են։ Այդ մասին խոսեց նաև Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեզ հետ զրույցում, եւ այսպես այդ սյուրպրիզներից մեկը լինելու է կապված հողային օրենսգրքի հետ, եւ նրանք հնարավորություն են տալու իրենց փոփոխություններով, որպեսզի օտար երկրացիները, մասնավորապես ադրբեջանցիները եւ թուրքերը կարողանան Հայաստանում հողի սեփականատեր դառնալ։ Այնպես որ շատ կարեւոր է, բոլորս պետք է գնանք ընտրությունների, մեր մասնակցությունը ունենանք։ Իմ զրուցակիցներ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Դավիթ Ղազինյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։